Հայտնի է, որ մեր ազգային բանակում ամեն տարի սպանվում են տասնյակ զինվորներ։ Սպանությունների քննությամբ զբաղվում է զինվորական դատախազությունը։ Թե տուժողների, թե մեղադրյալների հարազատները հաճախ չեն հավատում քննիչների ներկայացրած վարկած մեղադրանքներին եւ բողոքում են անօրինությունից։ Պահանջվում է գտնել, թե որքանով են արդար ու բազմակողմանի զինվորական սպանությունների վերաբերյալ գործերով տարվող նախաքննությունները։ Զինվորական դատախազությունը հաջողում է այնպես քննել զինծառայողների սպանության գործերը, որ թե տուժողների, թե մեղադրյալների հարազատներն անընդհատ բողոքում են տարբեր ատյանների դռների առջև։ Երբեմն էլ անզորությունից եւ հուսահատությունից իրար վրա են թափում բարկությունը։ Բաբջան, սես մի հատ հարց կա, մեռնողի վզից ա մտե, մեզ չիբանի վրից ա գյուլեն մտե, այդ չիբանն էլ նստել ա ու մանավան փափուկ մսից ա մտե, կարոջի չեմ ան կարդալով կհասկանաք չեմ կարեմ լավ շարադրեմ, որտեվ կսիվ ա գաղութից։ Բաբջան մի հատ բժշկին համոյին ասա, այդ գոցով մասնագետի ասի գնա մի խոսա ասա, որ SVD-ն ա խփե։ Իրա ինչին ա պետք 5.45-ը փոխի SVD-ի կամ SVD-ի։ Լավ են արել, սպանություն կատարելու մար գնդակարել պետք ա։ Ոչ թե։ Պետք ա, բայց գնդակարողին ա։ Ինքը եթե ինքը մի րոպելը, ինքը սպանություն չի կատարել։ Մի րոպե, ոնց ա նկարագրեմ ես ամենից։ Զին դատախազության կողմից չի արվում այն ամեն ինչ անհրաժեշտ է, որպեսզի պարզվի տվյալ զորամասում սպանությունների պատճառը, մեղավորները, որպեսզի այդ պատճառները վերացվեն եւ այդ սպանությունները դադարեցվեն, ես համոզված եմ եւ հիմա էլ համոզված եմ, որ եթե իսկապես ամեն սպանության գործ օբյեկտիվորեն քննվի եւ պարզվեն դրանք ծնող հանգամանքները եւ պատճառները, շատ շուտով մենք ընդհանրապես բանակում չենք ունենա սպանության դեպքեր։ 1998 թվականի հունիսին Ռուբեն Մարտիրոսյանը նշանակվեց Հայաստանի պաշտպանության նախարարության վերահսկիչ վերստուգիչ հանձնաժողովի արտակարգ դեպքերի բաժնի պետ, ում իրավունք էր տրված սպանության եւ ծանր հանցագործության դեպքում զորամասերում կատարել ծառայողական քննություն։ Կատարվել է միանշանակ թերի միակողմանի նախաքննություն, երբեմն միտումնավոր, դրանում ես համոզված եմ միանշանակ։ Այս թիվը կարող է տատանվել 50-ից 100-ի սահմաններում։ Այսօր ես կարծում եմ, որ կան մոտավորապես 10-15 անմեղ դատապարտված զինվորներ։ 1999 թվականի օգոստոսին թիվ 51036 զորամասի շարքային Արմեն Կարախանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին նա մահացել է։ Նախնական ախտորոշումը եղել է սրտի պայթյուն։ Դիահերձարանում պարզել ենք, որ նրա վրա կա հրազենային վնասվածք, ուղղահայաց հարթության վրա է կատարվել վնասվածքը մարմնի նկատմամբ, մտել է նրա աջ ազդրից եւ մնացել որովայնի խոռոչում, զինդատախազությունը այս անգամ արդեն ինֆարկտը փոխեց հակառակորդի կողմից կատարված կրակոցով։ Տիգրան Ղուկասյանը 75937 զորամասի ավագ լեյտենանտի հետ մեկնում է գործուղման Քելբաջար։ Չոպորլու գյուղի կիսակառույց տան մեջ հայտնաբերվում է նրա դիակը մահճակալին պառկած վիճակում, սրտի շրջանում հրազենային 3 վնասվածքով։ Քանի որ նախաքննությամբ հիմնավորված է համարվել, որ ոչ մեկը չի դրդել Տիգրան Ղուկասյանին ինքնասպանության եւ լեյտենանտ նշենք Տիգրան Ղուկասյանը ինքնասպանություն է գործել միայն վախի ազդեցության տակ, քրեական գործը կարճվել է հանցագործության բացակայության պատճառով։ Այս գործի մեջ ուրիշ ոչինչ չեմ ուզում ասեմ, բացի միայն մեկ փաստից, որը ինքը արդեն պետք է ասի, թե ինչ դեմք ունի այսօրվա զինդատախազությունը։ Տիգրան Ղուկասյանը 8 անգամ դարձել է Հայաստանի Հանրապետության չեմպիոն կարատե դո, ուրեմն սպորտաձևում նա ունի սև գոտի, այդ վախկոտ անձնավորությունը։ Զենքը, որից կրակոցներն արձակվել են, պատկանում է ավագ լեյտենանտին, որի նկատմամբ սակայն քրեական գործ չի հարուցվել։
Գարիկ Նաղդալյանը սպանվել է 1999 թվականի ապրիլին թիվ 60913 զորամասի պահակակետի տարածքում։ Կրակել է համածառայողը, որը Գարիկին շփոթել է հակառակորդի հետ։ Սկզբում դեպքը որակվել է որպես անզգույշ սպանություն, իսկ հետո պարզվել է, որ վկաների ցուցմունքները կեղծ են։ Այսօրվա դրությամբ այդ գործը կարելի է ասել, որ հանցավոր ճանապարհով փակված է։ Քրեական գործից անհայտացել են մի շարք ցուցմունքներ, դեպքի վայրի լուսանկարները, սակայն դրանց համար ոչ մեկը առ այսօր պատասխանատվություն չի կրել։ 1999 թվականին կատարված եւս մի քանի սպանության մասին, որոնց հանգամանքները խիստ ուշագրավ են։ Շարքային Ցոլակի Էնոքյանի մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն։ Նրան հիվանդանոց ուղարկելու փոխարեն ուղարկել են զինծառայությունը շարունակելու։ Էնոքյանը ինքնասպան է եղել։ Կրտսեր սերժանտ Հրաչ Հակոբյանի դիակը հայտնաբերվել է Ձորակում։ Քննությամբ հիմնավորվել է, որ Հրաչ Հակոբյանը դեպքից առաջ ծեծի է ենթարկվել զորամասի հրամանատարների կողմից ծառայական կարգուկանոնին չենտարկվելու համար։ Ծեծի ժամանակ նա դուրս է փախել հրամանատարի աշխատասենյակից եւ մթության մեջ անզգուշաբար ընկել 30 մետր բարձրության զառիթափից։ Այս շարքը ցավոք շատ է երկար։ Միայն 99 թվականին բանակում սպանվել է 91 զինվոր։ Շուրջ 30 քրեական գործեր սկզբնական շրջանում կատարվել է թերի միտումնարով թերի նախաքննություն եւ սխալ է որակավորվել կատարված հանցագործությունը։ Հարց. ինչու առ այսօր չպատժվեցին այդ նախաքննություն կատարողները։ 2001 թվականի օգոստոսին Ռուբեն Մարտիրոսյանը բազմաթիվ դիմումներից հետո թույլտվություն ստացավ հանդես գալ Պարուր Հայրիկյանի ղեկավարած նախագահին առընթեր մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում, ուր ներկայացրեց տեղեկանք 18 քրեական գործերում զինդատախազության կողմից թույլ տրված անօրինականությունների մասին։ Գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հրամանով ստեղծվեց հանձնախումբ, որը պիտի ուսումնասիրեր Ռուբեն Մարտիրոսյանի ներկայացրած տվյալները։ 2001-ի դեկտեմբերի 5-ին հանձնախումբը տվեց իր եզրակացությունը։ Ներկայացված 18 գործերից 6-ի նախաքննության ընթացքում իրոք թույլ են տրվել էական խախտումներ, ապացույցների ոչ ճիշտ գնահատում, որի հետևանքով կայացվել են սխալ որոշումներ։ 9 գործի վերաբերյալ հանձնախումբը գրում է, որ չնայած հայտնաբերվել են մի շարք թերություններ ու խախտումներ, սակայն դրանք ըստ էության չեն ազդել դատավճիռների ու որոշումների վրա։ Հետևաբար եւ դրանք բողոքարկելու հիմքեր չկան։ Ռուբեն Մարտիրոսյանի ներկայացրած մնացած 3 գործերը չեն ուսումնասիրվել, որովհետև գտնվում են դատաքննության փուլում։ Ավան նոր կամայնքների առաջին ատյանի դատարանն օրինակ քննում է Կարեն Հենրիկի Մալխասյանի սպանության գործը։ Կարեն Հենրիկի Մալխասյանը 1998 թվականի մայիսին զորակոչվեց ազգային բանակ։ Ծառայում էր Ղարաբաղի պաշտպանության բանակի զորամասերից մեկում։ 1999 թվականի հոկտեմբերն էր։ Ամսու 13-ին ինձ զանգահարեցին Մոսկվա թե շտաբ Արեգտուն։ Ես զարմացա թե ինչ կամ դե մի քանի ամիս է մնացել մայիսին ես կուզեի որ գար մայիսին ինքը չարեք Կարենը վիրավորված է։ Ես Երևանի аэроպորտու մեջ ինձ ասացին որ Կարենն էլ չկար։ Մինչև հուղարկավորությունը Կարենի հայրն ու հորեղբայրը համոզվում են, որ դիակի վնասվածքը հրազենային է։ Որդու հուղարկավորությունից հետո Հենրիկ Մալխասյանը բարեկամների հետ մեկնում է Լեռնային Ղարաբաղ, լինում դիտակետում, զինհոսպիտալում եւ զինդատախազությունում։ Երբ որ եկանք դատախազությունը Էդիկ Բաբանը մեկը կոլա Գաբրիելանկա քննիչ, այսպես է թուղթ է, 3 թուղթ։ Կարեն Մալխասյանը խփվել է համածառայողի կողմից եւ վեճ։ Ես հարցադրման ժամանակ թե ինչ կարող էր պատահել, ինչ էր մոտիվը, դուք չեք բարձրաբանել, սալդատ է միամիտ գրագել է։ Եվ Էդիկ Բաբան ինձ ասաց թե էլ ինչ ես ընկել մանրունքի հետևից, չէ որ երեխային էլ չես կարող հետ վերադարձնել։
Սպանության հաջորդ օրը հարուցվում է քրեական գործ։ Ձերբակալվում է կասկածյալ Մխիթար Մկրտչյանը, զինվորական մականունը Ժպիտ։ Ըստ քրեական գործի դեպքի օրը Կարենի հետ երկաթ 1 մարտական դիրքում եղել են 7 զինվոր եւ դիրքի ավագ Վլադիմիր Գևորքյանը։ Կանոնակարգի համաձայն Կարենը պետք է հերթապահեր հոկտեմբերի 11-ի առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը, իսկ մյուս զինվորները պետք է հանգստանային եւ ժամը 17-ից մինչև 19-ը մասնակցեին պարապմունքների։ Մենք բոլորս էլ նստած էինք դասի ժամը մոտավորապես 5 կելներ։ Հետո Ժպիտը գնաց խրամատ Կարենի մոտ։ Մի քիչ հետո լսվեց կրակոց։ Բոլորս վազեցինք այնտեղ եւ տեսանք Ժպիտը կանգնած, Կարենը ընկած էր գետնին։ Ես ու Արտաշը վազեցինք պլաշպալատի հետևից, բերին Կարենին հանինք դուրս։ Հետո զանգեցինք շտապ օգնություն, բժիշկներ եկան, Կամբատը, 2 բժիշկ եկան ու օգնություն ցույց տվին։ Կարենը վնասվածքներ էր ստացել կրծքավանդակի աջ մասում եւ աջ ձեռքի դաստակի շրջանում։ Ըստ գործի նյութերի ստացած վնասվածքներից նա ժամը 21-ին մահացել է Մարտունուզին հոսպիտալում։ Ահա քրեական գործի առաջին հատորը բաղկացած 246 էջից։ Այստեղ դեպքի հետ առնչվող տարբեր մարդկանց հարցաքննությունների արձանագրություններն են։ Հարցաքննության ժամանակ քննիչ Նիկոլայ Գաբրելյանը բոլոր վկաներին տալիս է միևնույն 2 կամ 3 հարցը։ Պատասխանները չափազանց նման են իրար։ Նախաքննության մարմինը որոշել էր գործը արագ ու առանց ակնհայտ կեղծիքների փակել։ Դրա համար էլ որպես հիմք ընդունում է այն ենթադրյալ փաստերը, իբր թե Մխիթարն ու Կարենը մշտապես լավ հարաբերություններ են ունեցել։ Իբր զենքը վերցնելիս Մխիթարը չի նկատել, որ այն լիցքավորված է ու ապահովիչը բաց, եւ ուրեմն սպանությունը դիտավորյալ չէր կարող լինել։ Նախաքննությունը կենտրոնանում է միամիտ կրակոցի վարկածի վրա եւ ապացույցները հարմարեցնում հենց այս վարկածին։ Մեզ Մխիթարը ասավ, որ պահել էի զենքը վրան, որ մտան նկարելու եմ էլի։ Ու տենց ասում է հետևից ձենա եկե, ձենա լսվե։ Այդ զենքի հետևի մասը կպել է խրամատի այդ պատին ու միամիտ մատը ցքանին է եղել, կրակել է։ Այդքան բան։ Դու տեսել ես, որ Վովան ապտակել է։ Այո։ Մախոին ոնց եղավ այդ դրվագը մի հատ կպատնես։ Որ Մխիթարը եկավ, խրամատից ելավ դուրս, Վովան գնաց իր դեմը, ասավ ինչ է եղել։ Մխիթարը ասավ թուրքերն են արել, ես չեմ արել։ Հետո որ Վովան խփեց Մխիթարին, ապտակեց։ Մխիթարը այդ ժամանակ ասավ ես եմ խփել։ Ու էլ բան չխոսած։ Մինչդեռ նախաքննական ցուցմունքում Մկրտչյանն ասել է, որ ոչ թե ինքն է լուսանկարել Կարենին, այլ Կարենը իրեն։ Եվ իբր ֆոտոխցիկի փոխարեն օգտագործվել է SVD-ն։ Իբր Կարենն է առաջարկել Մխիթարին իր զենքի օպտիկական նշանոցի միջով նայել ու լուսանկարել իրեն։ Եվս մեկ անհեթեթ դրվագ նախաքննությունից։ Մխիթարը դիտակետ էր բարձրացել Կարենի գրած նամակը վերցնելու, որ զորացրվելուց հետո տանի նրանց տուն Գյումրի, չնայած որ ինքն ապրում էր Վարդենիս քաղաքում։ Հասկանալով, որ զինդատախազությունը անկեղծ չէ զոհվածի ծնողի եւ նախաքննության նկատմամբ, ես ոչ միայն Մալխասյանին դիահերձանում լուսանկարեցի, այլև իմ խնդրանքով, առաջարկով եւ պահանջով հենց դիահերձանում կատարվեց փորձարարություն։ Ինչ էր մեր նպատակը։ Ձողերի միջոցով, որոնք ցույց էին տալիս կրակոցի ուղղությունը, պատկերել կրակոցի ուղղությունը։ Դեպքի վայրից հայտնաբերվել է միայն 7.62 դրամաչափի 2 պարկուճ։ Այդ պարկուճները Կարենին պատկանող SVD տեսակի դիպուկահար զենքը եւ Կարենի հագուստի արանքում մնացած գնդակը ուղարկվել են փորձաքննության։
Պարզվել է, որ այդ գնդակը եւ պարկուճներից մեկն արձակվել են Կարենի զենքից, իսկ մյուս պարկուճը մեկ ուրիշ զենքից։ Այս երկրորդ պարկուճը հետագայում բավական մեծ դեր է խաղում։ Երկու տարբեր նախաքննություններ այդպես էլ չեն պարզում, որտեղից եւ ինչպես է այդ պարկուճը հայտնվել խրամատում։ Դատաբժշկական փորձաքննությունն էլ պարզել է, որ Մալխասյանի հագին եղած զրահաժիլետի, զինվորական ժիլետի եւ բաճկոնի վրա 6 հրազենային վնասվածք կա, որոնք առաջացել են մեկ կրակոցից։ Ընդունելով մեկ կրակոցի վարկածը նախաքննության մարմինը հենց սկզբից բացառել է երկրորդ կրակոցի հնարավորությունը։ Փորձագետները նման դեպքում պարտավոր են տալ հետևյալ պատասխանները։ Սպանությունը կատարվել է 1 կամ 2 կրակոցով, որովհետև ոչ ոք այսօր, ոչ մի մասնագետ իրավունք չունի բացառել, որ կրակվել է 2 գնդակ, մեկը ձեռքին, մեկը մարմնին։ Փորձագետները պետք է ապացուցեին կամ հիմնավորեին, թե կոնկրետ ինչ դիրքում կարող էր Կարենը մեկ կրակոցով ստանալ այդպիսի 2 վնասվածք։ Բազմաթիվ փորձաքննություններից եւ ոչ մեկը մինչ այսօր կոնկրետ պատասխան չի տվել այս հարցին։ Նշում են միայն, որ կրակոցի պահին Կարենը կրծքավանդակի առաջնային մասով ուղղված է եղել դեպի զենքի փողի առաջնային կտրվածքը։ Համաձայն քրեական գործում եղած արձանագրության, քննիչ Գաբրիելյանն այս հատվածի համար հատուկ փորձարարություն է կատարել, որը լուսանկարվել է նաև, սակայն ֆոտոժապավենը լույս է տեսել եւ ըստ քննիչի լուսանկարները չեն ստացվել։ Այսպիսով նախաքննության տվյալներով դեպքի պահին Կարենը նստած է եղել գետնից 20 սանտիմետր բարձրության քարի վրա, իսկ ամբաստանյալ մխիթարը եղել է նրանից 3 մետր հեռավորության վրա կանգնած, զենքի փողը գետնից 80 սանտիմետրի վրա։ Այդուհանդերձ Հայաստանի արդարադատության նախարարության փորձագետները չեն կարողացել որոշել կրակոցի անկյունը փորձագիտական բավարար չափանիշների բացակայության պատճառով։ Պետք է դնել 1 մանեկեն, ձեռքը պահել այն դիրքում, որը միակ այն դիրքում, որի ժամանակ կարող էր 1 կրակոցով առաջանալ 2 վնասվածքը, եւ կտեսնեինք, կհամոզվեինք եւ փորձագետները եւ մենք, որ դիմացից այդպիսի կրակոց կատարել հնարավոր չէր։ Փորձագետները անհասկանալի պատճառներով այդ պրիմիտիվ գործողությունը չեն կատարում։ 2001-ի դեկտեմբերին Կարենի հոր-նամակին ի պատասխան Ռուսաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննության կենտրոնը դատելով լուսանկարներից գրում է, որ եթե տուժողը եղել է գործով նշված դիրքում եւ կրակոցն արձակվել է դիմացից, ապա 1 կրակոցով հնարավոր չէ ստանալ այդպիսի 2 վնասվածք։ Ռուսաստանի փորձագետները պատրաստակամություն են հայտնել նաև մասնակցել փորձաքննությանը, եթե հայկական կողմը համապատասխան որոշում կայացնի։ Մենք կանգնած ենք փակուղու առաջ։ Հայաստանում չկա մի այլ փորձագիտական կենտրոն, որի ծառայություններից մենք կարողանանք օգտվել։ Այսօր մենք տեսնում ենք ակնհայտ կեղծիք, բայց չկա մի որևէ իրավասու մարմին, որին մենք կարողանանք դիմել եւ ներկայացնելով մեր փաստերը, դատաբժշկական եւ հետքաբանական եզրակացությունները, ակնկալենք օբյեկտիվ պատասխան։ Եվ այսպես առաջանում է կասկած կրակողի եւ սպանվողի դիրքերի վերաբերյալ։ Կարծիք կա, որ Կարենը կրակելու պահին ընկած է եղել։ Կասկած է հարուցում նաեւ դեպքի ժամը։ Առաջին նախաքննության ժամանակ բոլոր վկաները միաբերան նշում են, որ դեպքը կատարվել է 19:30-ին։ Շտապ օգնության մեքենան եկել է 10-15 րոպեից, տեղում օգնություն է ցույց տրվել, որը տևել է 5-7 րոպե։ Հետո վիրավորին շտապ հասցրել են դիրքից 32 կիլոմետր հեռու գտնվող հոսպիտալ։ Երկրորդ նախաքննության նյութերով սակայն դեպքը կատարվել է 1 ժամ շուտ 18:30-ին։ Այս անգամ էլ բոլոր վկաները միաբերան նշում են այդ ժամը։ Հարց է ծագում, ուր կորավ 1 ամբողջ ժամը։ Հենրիկ Մալխասյանը պնդում է, որ որդուն ուղիղ հոսպիտալ տանելու փոխարեն սկզբում զորամաս են տարել։ Ուրեմն 2 անգամ եղել եմ Լեռնային Ղարաբաղ, բարձրացել եմ դիդակետ, մոտավորապես էսքիզը կատարել եմ մոտավորապես։ Դիդակետը հեսա է։ Առաջի պլան, դիդակետ սա է։ Բայց իրավաբանորեն քննության մեջ, նախաքննության մեջ սա չի պարզաբանվել, որ արդյոք տալ են զորամաս, այնուհետև հոսպիտալ։
Զորամասի բուժկետի մատյանները քննիչը չի ստուգել, բավարարվել է միայն գումարտակի հրամանատարի եւ բժշկի ցուցմունքներով, որոնց համաձայն մեքենան Կարենին ուղիղ հոսպիտալ է տարել։ Ամենակարևոր վկան, որը կարող էր հաստատել կամ հերքել այս փաստը, շտապօգնության մեքենայի վարորդն է, սակայն նա չի հարցաքննվել։ Կարենին զորամաս տանելու հարցը Հենրիկ Մալխասյանը փորձում է ճշտել զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանի աշխատասենյակում, գաղտնի ձայնագրելով խոսակցությունը։ Մեղադրականում գործի մեջ որևէ ապացույց ունենք, շարադրված կա, որ վիրավորին տեղափոխել են զորամաս, այնուհետև տարել են հոսպիտալ։ Այո, գործի քննությամբ ունենք։ Այո ասողն ըստ Մալխասյանի զինդատախազության դատախազ Հարություն Հովհաննիսյանն է, որը հետո Մալխասյանի հետ առերեսման ժամանակ հերքում է իր ձայնը, նշելով, որ քրեական գործում նույնպես նման արձանագրություն չկա։ Եվ իսկապես նման արձանագրություն գործում չկա։ Անհասկանալի է, թե ինչու էր զինդատախազը փորձում համոզել Մալխասյանին։ Դու հիմա որ ասում ես ստեղ դատավճռում էսի չի արտացում, էսի դու պետք է դատավորին ասես, ոչ թե ինձ։ Ես դիպրիչում հասկացա։ Գործի մեջ եթե չի երևում, որ երեխուն սկզբից տարել են զորամաս, հետո են բերել հոսպիտալ, այդ դրա համար պատասխան կտամ։ Բայց գործի մեջ երևում է քննության առարկա դարձել է, ինչի եք տարել զորամաս, հետո եք բերել հոսպիտալ։ Ես հասկացած վեր համար առաջի տանջում, որ դեղ սխալ են արել, երեխուն պիտի մի անգամից տանեին հոսպիտալ, սակայն չեն տարել նույնիսկ հոսպիտալ, վիրավորին տարել են զորամաս, որտեղ նոր ասենք հրամանատարությունը որոշել նոր տարել են։ Քեզ մի հատ էլ ասեմ։ Մենք այս օրը, որ օրինակ հոկտեմբերի 11-99 թիվ, մտածում ես, թե ես, Պալյանը կամ Հարությունը իրանք դիրքից զանգել են մեզ, մենք ասել ենք մի տարեք հոսպիտալ, տարեք զորամաս։ Չէ, ես համար առաջի հարց, ինչի են տարել զորամաս եւ այստեղ հոսպիտալ։ Որովհետեւ հոսպիտալ տանելու համար պետք է լիներ իրանք ղեկավարի հրամանացումը, որ տանեն հոսպիտալ։ Հասկացա։ Պետք է լիներ բուժ ծառայության պետի գրությունը։ Մի բան պետք է լիներ, որ տային ձեռը տանեն հոսպիտալ։ Հասկացա։ Այս դրվագը սակայն ի հայտ է եկել երկրորդ նախաքննության ժամանակ։ Հայտնվել են նաև մի շարք հետաքրքիր մանրամասներ ու նոր ցուցմունքներ, որոնց մասին հետո կպատմի զինդատախազության հատուկ կարևոր գործերով քննիչ Խաչատուր Ղալթախչյանը։ Իդեպ վկաներից մեկը սեփական ցուցմունքում հակասությունների վերաբերյալ ասաց, թե ինքը երբեք սխալ ցուցմունք չի տվել եւ խոստովանեց, որ առանց կարդալու է ստորագրել քննիչ Գաբրելյանի սղագրած արձանագրության տակ, քանի որ քննիչի ձեռագիրն անընթեռնելի է եղել։ Իսկապես քննիչների ձեռագրերը հասկանալու համար մեծ ջանք է պահանջվում։ Անհասկանալի են ոչ միայն ձեռագրերը։ Քննիչներն այնպես են գործը խճճել, որ նույնիսկ իրենք են մոլորվել իրենց սարքած թնջուկում։ Վկաները հիշում են, որ դեպքից հետո մոտ 1 ժամ Կարենի գիտակցությունը տեղն է եղել։ Նա ասել է, որ ուզում է տեսնել ծնողներին, որ մրսում է եւ չի ուզում մեռնել։ Սակայն քննիչներից եւ ոչ մեկը չի հարցրել, ինչ էր պատմում Կարենը դեպքի մասին։ Շտապօգնության մեքենայով նրան տեղափոխելիս բուժակ Ալբերտ Իվանյանն իբր հարցրել է դեպքի մանրամասներից, Կարենն էլ պատասխանել է, թե միամիտ է պատահել ու թե ժպիտի քեֆին չկպնեք։ Բայց մեքենայում եղած 5-6 հոգուց ոչ մեկը բացի Իվանյանից Կարենի այս խոսքը չի լսել։ Հետագայում Ալբերտ Իվանյանի ցուցմունքը որպես հիմք ընդունվել է դատարանում, իսկ լրացուցիչ նախաքննության ժամանակ Իվանյանն անհետ կորել է։ Եվս մեկ մանրուք։ Գումարտակի հրամանատար Արամ Սարգսյանը դիրք է եկել շտապօգնության մեքենայով։ Առաջինն է մոտեցել զենքին, փամփշտակալից փամփուշտ է հանել, մցրել պահեստատուփ, հետո զենքը հանձնել քննիչին։ Քննիչն արձանագրել է, որ 3 փամփուշտ է պակասում։ Մինչդեռ գումարտակի հրամանատար Սարգսյանը դատարանում ցուցմունք է տվել, որ զենքից 2 փամփուշտ էր պակասում։ Դիրքի մյուս զինվորների ցուցմունքներով դեպքին նախորդած օրերին իրենք չեն լսել, որ Կարենը կրակած լինի։ Եթե անգամ կրակել է, նա պարտավոր էր այդ մասին զեկուցել դիրքի հավաքին։ Դիրքի հավաքը ցուցմունք է տվել, որ Կարենը հոկտեմբերի 3-ից 11-ը չի կրակել։ Դա հաստատվում է նաև դիպուկահարների աշխատանքի հաշվառման գրքույկի ստուգմամբ։ Թե ուր են անհետացել փամփուշտները, նախաքննությունը չի պարզել։ Եվս մեկ հարց, որ պատասխան չունի։ Ինչ է կատարվել դեպքի վայրում, մինչ քննիչի այնտեղ հասնելը։ Դեպքից հետո
ուժին եկավ, մենք լրիվս գնացինք ուժին արինք ու բարձրացանք պոստեր խրամատ ամեկս մեր տեղը կայնեց դեպքի վայրում հենց այդ իր դիտակետում մարդ չմնաց այդտեղ ոչ մեկ չէր կայնում Ինչքան ժամանակ ոչ մեկ չէր կանգնում միջև այդ քննիչները չեկան մի օր էլի Քննիչը տեղազննելու գնացել է դեպքից 1 օր հետո իսկ վկաներից մեկը հիշում է որ դեպքի հաջորդ գիշերը ժամը 3-ին գումարտակի հրամանատար Արամ Սարգսյանը բարձրացել է դիրքեր իբր Կարենի մահվան լուրը հայտնելու որից հետո գնացել է դիտակետ թե ինչու ոչ ոք չգիտի Քննիչն այս մասին չի հարցրել Արամ Սարգսյանին, ինչպես եւ չի հարցրել, թե ինչու են Կարենին հոսպիտալ տեղափոխելիս գումարտակի հրամանատարը եւ Ամբաստանյան Մկրտչյանն իջել շտապ օգնության մեքենայից եւ գնացել բազա։ Ակնհայտ է, որ քննիչն ամեն կերպ փորձել է հեռու մնալ դիտավորյալ սպանության վարկածից։ Շատ կարևոր վկաների Բժիշկ Սուքիասյանի, հետախուզության պետ մայոր Մայիլյանի եւ դիրքի ավագ Վլադիմիր Գևորգյանի ձեռագրերն ու ստորագրությունները ցուցմունքների վերջում ընդհանրապես չկան։ Իդեպ Վլադիմիր Գևորգյանին հետագայում մեղադրանք է առաջադրվել զորամասն ինքնակամ լքելու համար։ Նա առ այսօր փախուստի մեջ է։ Այսքանից հետո, երբ սպանված զինվորի ծնողը բազմաթիվ դիմում բողոքներով պահանջում է լիարժեք նախաքննություն կատարել, Հայաստանի զինդատախազի օգնական Հովհաննես Պալյանը պաշտոնական գրությամբ պատասխանում է, որ քրեական գործով կատարվում է բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն։ 2000 թվականի մարտին նախաքննությունն ավարտվում է եւ գործը մտնում է դատարան քրեական օրենսգրքի 259 պրիմ հոդվածի Գ կետի մեղադրանքով։ Զենքի հետ վարվելու կանոնների խախտում, որի հետևանքով առաջացել է տուժողի մահը։ Դատական նիստը 2 անգամ հետաձգվում է տուժողի ներկայացուցչի բացակայության պատճառով։ Մայիսի 24-ին դատն այնուամենայնիվ կայանում է առանց տուժողի ներկայացուցչի։ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Աթանյանը այդ մեկ նիստում լսում է գործով անցնող ընդամենը 4 վկայի։ Բացակավկաների ցուցմունքներն ընթերցվում են բարձրաձայն։ Նիստում Ամբաստանյալ Մխիթարն ասում է, որ երբ զինվորները վազելով եկել են դիտակետ, ինքն իբր արդեն գրկած դուրս էր հանում Կարենին։ Դատարանը սա համարում է մեղմացուցիչ հանգամանք, առանց ուշադրություն դարձնելու, որ նախաքննության ընթացքում ոչ Մխիթարը, ոչ էլ վկաները նման բան չեն ասել։ Դատավճռում դատավոր Աթանյանը չի մոռանում որպես անհերքելի ապացույց մեջ բերել վկա Ալբերտ Իվանյանի ցուցմունքի այս հատվածը։ Մալխասյանն ինձ ասում էր, թե միամիտ է եղել, ժպիտի խաթրին չկպնեք։ Նշանակում է, որ ձեռք են բերված բավարար ապացույցներ, կրակոցը պատահական է եղել եւ դատարանը կարող է հանուն Հայաստանի Հանրապետության Մխիթար Մկրտչյանին դատապարտել ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով։ Այդ գործը դատաքննության ենթակա չէր, այդտեղ կային անելիք գործողություններ, որոնք դատարանի հնարավորություններից դուրս էր։ Եվ նույնիսկ դատարանը չի փորձել այդ գործողությունները կատարել։ Եվ փաստորեն առաջին ատյանի առաջին դատարանի որոշումը դա ապօրինի է։ Դատավճռից հետո Հենրիկ Մալխասյանը մեկը մյուսի հետևից բողոք էր ուղարկում։ Դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո Կարենի հագուստը պետք է ոչնչացվեր։ Սակայն սառույցն անսպասելիորեն կոտրվում է։ Զինդատախազ Գագիկ Ջահանգիրյանը վճռաբեկ բողոք է ուղարկում քրեական ու զինվորական գործերով պալատ։ Զինդատախազը նշում է, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտում չի կատարվել։ Քրեական եւ զինվորական գործերով պալատը դրմբաց դատական նիստում քննում է բողոքը եւ դարձյալ հանուն Հայաստանի Հանրապետության որոշում բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը, գործը հանձնել Հայաստանի զինվորական դատախազություն նոր նախաքննության։